Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա մասնակցելու հաղթանակի օրվան նվիրված շքերթին այս մասին նա ասել է ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ վարչապետը նաև ընդգծել է, որ իշխանական կուսակցությունը ինչպես նախկինում չի պատրաստվում արտահերթ ընտրությունների պարզապես զբաղված են իրենց ամենօրյա աշխատանքով եւ քաղաքացիների հետ շփումը դրա ամենօրյա մասն է։ Բացի այդ Փաշինյանը մեկնաբանել է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հարցազրույցները։ Շնորհակալ եմ մեծարգո պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարցս ուղղում եմ ձեզ պարոն վարչապետ, այն կապված է մայիսի 9-ին Մոսկվա նախատեսվող այցի հետ, մասնակցությունը կապված է ֆաշիզմի դեմ տարված հաղթանակի առթիվ է եւ իհարկե մենք չենք կարող չգնահատել Հայաստանի եւ հայ ժողովրդի ավանդը այս հաղթանակում, բայց քանի որ տարատեսակ մեկնաբանություններ կան, որոնց վստահ եմ դուք եք ծանոթ, մասնավորապես օրինակ արդյոք այս այցը կամ նման միջոցառումներին մասնակցելը չեն վնասի մեր հարաբերությունները արևմուտքի հետ եւ այլն, կխնդրեի ձեր մեկնաբանությունները այս հարցի շուրջ։ Շնորհակալ եմ։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ Տիկին Բատվյան հարցի համար։ Նախ ուզում եմ հաստատել, որ ես մասնակցելու եմ, որովհետև կարծում եմ պիտի որ հայտնի լիներ կամ եթե հայտնի չի եղել, ես ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերը մասնակցելու միջոցառումներին։ Երկրորդ մասով ուզում եմ ասել, որ մենք հրապարակային ենք արտահայտել, որ մենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել եւ այդ քաղաքականության մեջ չի մտնում ամենևին, որ մենք մեի ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ մեր այլ հարաբերությունների կամ առավել եւս այդ քաղաքականության տրամաբանության մեջ երբեք չի եղել, որ մենք Ռուսաստանի Դաշնություն այցեր չենք ունենալու եւ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները չենք զարգացնելու եւ չենք խորացնելու։ Ինձ համար ճիշտն ասած այդքան էլ հասկանալի չեն այդ մեկնաբանությունները, որովհետեւ բացի իհարկե միջոցառումը շատ կարեւոր է, նաեւ երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի համատեքստում, բայց նաեւ այդ հանդիպումներում քննարկվում են հարցեր, այդ թվում երկկողմ օրակարգի հարցեր, տարբեր հարցեր եւ նման առիթները բաց թողելը այնքան էլ ճիշտ չի լինի եւ առավել եւս ես չեմ կարծում, թե այդ քննադատությունները տեղին են կամ եթե քննադատություններ թե դիտարկումներ։ Լսեք, բան ունեք ասելու։ Էլի կրկնում եմ, եկեք գնանք խոսանք ուղիղ եթերում։ Հերիքա գնանք տենց մութ անկյուններում բան տենց առանձնացված բան ունեք խոսալու, եկեք գնանք խոսանք։ Ինչի մասին եք ուզում խոսանք։ Ուզում եք Ղարաբաղի բանակցությունների մասին խոսանք, ուզում եք պատերազմը հետաձգել չհետաձգելու մասին խոսանք, ինչի մասին եք ուզում խոսանք։ Եկեք գնանք խոսանք։ Այսինքն այդ մարդը ես ինչքան պետք է հիմա գամ ասեմ ինչքան պետք է գնան թաքուն ստեղ ընդեղ էս պատի տակ են ծառի տակ այն անկյունում ինչքան մութ ինչքան հնարավոր է մութ անկյունում նստեն խոսան բան ունեն խոսալու Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյան Լևոն Տեր-Պետրոսյան բան ունեք ասելու ասում եմ գնանք ուղիղ եթերում կանգնենք խոսանք ինչի չեք գալիս Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն անլուրջ է վերաբերվում վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Ես կարծում եմ մենք շատ լուրջ հարց քննարկեցինք, հետո ավելի անլուրջ բաներ, շատ անլուրջ հարց է, որովհետև որևէ հիմք չկա վարչապետի իմպիչմենտի հարց բարձրացնելու եւ դա անիմաստ աղմուկ է այս ամբողջ կարևոր հարցերի շրջանակներից լուսավորելու։ Փայլուն կառավարում է Նիկոլ Փաշինյանը։ Այո, փայլուն կառավարում է։ Նոր սահմանադրության տեքստը մշակման փուլում է այն 10 ամսվա ընթացքում պատրաստ կլինի այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արդարադատության նախարար Սրփու Հիգարյանը։ Տեքստը մշակման փուլում է, առաջիկայում խորհրդի անդամների հետ կքննարկենք տեքստի պատրաստի մասին։ Հռչակագրի դուրս գալը, որտեղ Փաշինյանը ասել է, որ կողմ է, որպեսզի անկախության հռչակագիրը դուրս գա։ Այդպիսի նախնական քննարկումներ կա, թե դեռ Մենք տարբերակներ ենք քննարկում, բայց դեռևս տեքստը մշակման փուլում է։ Մի քանի տարբերակ կա ժամանակական փոփոխությունների, որ ասում եք մի
քանի տարբերակներ կան, մի քանի հայեցակարգեր կան։ Հայեցակարգը մեկն է, այդ հայեցակարգի շրջանակներում տարբեր նորմերի հետ կապված կան տարբեր քննարկումներ։ Եվ երբ որ որոշակի լինի տեքստը, իհարկե կկիսվենք ձեզ հետ։ Տարբեր մարդիկ, այդ թվում ընդդիմության ներկայացուցիչները ունեն հստակ տեղեր եւ չեն գալիս եւ ես խնդրել եմ որպեսզի իրենք ներկա գտնվեն այդ քննարկումներին եւ նաեւ կան եւ դեռ նիստ չեն հրավիրել, ուստի չեմ կարող պատասխանել առաջարկս։ Մասնագիտացված հանձնաժողովը, որովհետեւ մասնագիտացված հանձնաժողովը Չէ, հանձնաժողով չկա, խորհուրդը նկատի ունեմ, խորհրդի կազմում կան նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Մեկ տարի որ մասնագիտացված հանձնաժողովը մարդ չկա, հա, անդամներ չունի եւ մինչ այս էլ աշխատավարձի միայն 60 միլիոն է հատկացվել սա։ Այո, եւ մշակվել է հայեցակարգը, ինձ թվում է այդ հարցին ես չէ որ պետք է պատասխանեմ, բայց ամեն դեպքում այդ հանձնաժողովը մասնագիտական աշխատանք կատարել է եւ այդ է դրա արդյունքն է նաեւ որ մենք այս պահին ունենք հայեցակարգ մշակված։ Հիմա աշխատանքների իրականացման առաջնորդությունը ստանձնել է արդարադատության նախարարությունը եւ ըստ էության մենք սահմանադրության տեքստի մշակումը իրականացնում ենք մեր ներքին ռեսուրսի հաշվին։ Հայեցակարգը օգտագործվելու է որևէ կերպ։ Հայեցակարգում տեղ գտած դրույթները, այո, իրենց արտացոլումը որոշակիորեն ստանալու են հանրաքվեի իրականացման հետ կապված է հարցը, չեմ կարող հստակ ժամկետներ նշել, ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամիսների ընթացքում պատրաստ կլինի։ Թեև Սերժանտական ինստիտուտը դեռ 2008-ից ներդրվել է զինված ուժերում, բայց ոչ ամբողջական ծավալում։ Սերժանտը զինված ուժերում ծնողի համարում ունի եւ որպես ծնողի պետք է վերաբերմունք լինի, որովհետեւ ինքը զինվորների տիրական է համարվում։ Ազգային ժողովում հայտարարել է Հայաստան խմբակցության պատգամավոր Գեգամ Մանուկյանը։ Ատեստացիայով այսօր զինված ուժերում աշխատավարձի բարձրացում ստանում է հիմնականում շտաբային, բարձրաստիճան, տարբեր հրամանատարական պաշտոններից զբաղեցնող զինվորականները։ Ես ձեզ մեկ օրինակ ասեմ։ Մարտական հենակետում ծառայություն իրականացնող 22 թվականի ռազմական գործողություններ իրականացրած տասնյակ կյանքեր փրկած դիպուկահարը ատեստացիայից կտրվել է, գիտեք ինչից, շարայինից։ Նայեք, իրականում ահա որ է աշխատավարձը։ Մենք այսօր եկանք ազգային ժողով Խնդրում եմ ժամանակը ավելացրեք նաև խմբակցության անձերը։ Իրար քննադատեցին, կռիվարեցին, բանարեցին, գնացին, ամեն մեկը ստանում է մոտավորապես մի օրվա համար։ Այսօր մենք գնացինք, պետական բյուջեից մեզ փոխանցում են 22,000 դրամ։ Պատգամավորներ։ Ճանապարհը հիմա մատենադարամություն Նիկոլ Փաշինյանն էլ գնալ կրթելու հետ կապված պարեկները բանը փակել են։ Պարեկները առանց ատեստացիա, որտեղ պարեկը համարվում է դե արդեն 5 ամիս սովորել է, ինչ ատեստացիա պարեկին, թեկուզ ոչ բարձրագույն կրթությամբ, ստանում է 371,000 դրամ։ Այս պահին, որ մենք այստեղ նստած ենք, գործընկերներ, ազգային ժողովի պատգամավորներ, բյուջե քվեարկած պատգամավոր, մենք որ այստեղ նստած ենք, Հայաստանի մարտական հենակետում Անդրեվինջանը եւ այլն, կոնկրետ տեղ կարող եմ ասել, մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողը գիտեք ինչքան է ստանում։ Մենք ստացել ենք 22,000 դրամ, պարեկը մոտավորապես ստացել է 11,000 դրամ մի օրվա համար։ Մարտական հերթապահություն իրականացնողը ստացել է 1,700 դրամ։ 1,700 դրամ։ Սա է իրականությունը։ Ես կաշխատեմ շատ կարճ արձագանքել պարոն Մանուկյանին, ուրեմն ես նոր լրացուցիչ ճշտեցի եւ մենք ձեր ասած օրական 1,700 դրամ աշխատավարձ հասկացողություն առհասարակ չունենք։ Ուրեմն դա մինիմալն եմ ասում, մարտական հերթապահություն իրականացնողների մոտ 4,000 է, սակայն կապված դիրքերի կահավորվածության վիճակից նաև դրա վրա ավելանում է գումար։ Այսինքն առնվազն 4 ստանում է աշխատավարձ, դրա վրա ավելանում է հավելում առնվազն 4,000 եւ նաև դիրքերի վիճակից ելնելով նաև որոշակի գումար։ Ես աշխատավարձը առնվազն
ինչ որ դուք նշեցիք 220,000-ի չափով։ Դա մինիմալն է, իսկ ինչ ասում եմ, դրանք հավելումներ են կառավարության 712 որոշումով սահմանված կարգով։ Այնպես որ հարգարժան գործընկերներ, եւ ատեստավորումը, եւ աշխատավարձը դրանք փոխկապակցված զինվորականի թե սոցիալական վիճակը, թե զինծառայողի կարգապահություն, իր ֆիզիկական ամրակազմ վիճակի պահպանություն, թե սպառազինությունից ռազմական տեխնիկայից օգտվելու կանոնների իմացություն, ամբողջությամբ միայն դրականին են միտված։ Իսկ պարոն Մանուկյան, ձեր բերած օրինակը, որ դիպուկահարը Շարայինից կտրվել է, Շարայինը դա հենց զինվորական կեցվածքին մերցնելու համար իրականացվող դա մի միջոցառում է եւ շատ զինվորականներ էլ ովքեր ունեն որոշակի առողջական խնդիրներ, ես անձամբ եմ տեսել, ովքեր Շարայինին մասնակցել եւ գերազանց են հանձնել։ Ընդամենը պետք է ջանալ, ընդամենը պետք է չարչարվել եւ այդ աշխատավարձին հավելում որպես ստանալ նաև այլ գումարներ, ինչպես նաև ատեստավորվելու պարագայում ես ուղղակի մի թիվ հնչեցնեմ, որը նախորդ անգամ ես երբ որ հնչեցրել եմ լավ գնահատականի պարագայում։ Ես ինչ կասեմ, ավելի շատ է, երբ որ գերազանց ստանամ։ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի երեկվա հակառուսական հայտարարություններին եւ ափսոսանք հայտնել, որ Ալեն Սիմոնյանը վերադարձել է իր նույն հռետորաբանությանը։ Ըստ դիվանագետի այս բոլոր հարձակումները, վիրավորանքները հարիր չեն խորհրդանի խոսնակի կերպարին։ Ռուսաստանի թեման աշխարհում ակտուալ է, ինչու չօգտագործել հասարակությանը այլ թեմաների կողմ շեղելու համար, ասել է Զախարովան եւ պնդել, որ Ռուսաստանը չի խառնվում ինքնիշխան երկրների ընտրություններին, ավելին նման փաստարկներ չկան։ Զախարովան անդրադարձել է նաև Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հայտարարություններին, թե Երևանի Նոր-Նորքի թաղամասում տեղի ունեցած կռիվը իբր հրահրել է Ռուսաստանի դեսպանատունը։ Նա տարակուսանք եւ զարմանք է հայտնել այս մեղադրանքների վերաբերյալ, ենթադրելով, որ Հայաստանում սկսում է կիրառվել Եվրամիության խայտառակ քայլերը։ Երբ իշխանությունը այս կամ այն ուժին գործչին կապում է Ռուսաստանի հետ մութ համագործակցությունների հետ, դա ասում է ոչ թե այդ ուժերին վիրավորելու, այլ Մոսկվային իր թշնամական վերաբերմունքն արտահայտելու համար, գրել է պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Երեք մեկն էլ ազգային ժողովի ամբիոնից Հայկ Մամիջանյանին իբր հակադարձում էր, թե ՀՀԿ-ն հայրենական պատերազմի հաղթանակի միջոցառման կարող էր այդ երկրում էլ մասնակցել, սակայն Ռուսաստան էր գնացել ակնարկելով, որ դա Մոսկվային ուղղված ռևերանս էր, որն ուներ ընտրական տրամաբանություն։ Քաղաքական մանկամտության ու պրիմիտիվության վառ օրինակ։ Նախ ՀՀԿ-ն ամեն տարի տարբեր ձևաչափերով միջոցառումների է մասնակցում եւ Մոսկվայում եւ եվրոպական տարբեր մայրաքաղաքներում։ Երկրորդ, կոնկրետ հաղթանակի օրվա միջոցառման հրավիրել են Ռուսաստանի Դաշնությունից։ Նույն այդ օրերին ԵԺԿ այլ միջոցառմանն էլ ՀՀԿ այլ պատվիրակություններ մասնակցում եւ ինչ, սրանք իրենց թուրք-ադրբեջանական ոյաժներն ու դրանց տված երթումները խառնում են, մտածելով, թե բոլորն իրենց պես ընկած են սրաներադուրը դաբրոներ աղերսելու եւ իշխանություն ունենալու։ Հանուն իշխանության երկարաձգման երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականություն զիջացնելն ու թշնամուն հպատակվածները դեռ երեսել ունեն, խոսում են։ ՀՀԿ գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը իրեն համարում է մեծ հայրենականի հաղթանակի ժառանգ ու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ջատագով եւ արձանագրում, որ նիկոլականներն ու արևմտամոլները ծանր են տարել Մոսկվայում հանրապետականի մասնակցությունը մեծ հաղթանակի 81-ին նվիրված սիմպոզիումին։ Մի բան ակնհայտ է, հայ ժողովուրդը ֆաշիզմի դեմ հաղթանակում ունեցել է ծանրակշիռ ներդրում։ 100,000-ավոր հայորդիներ իրենց կյանքն են նվիրաբերել հանուն մեծ հաղթանակի։ 1941-ից 45 թվականների պատերազմը մեր ժողովրդի համար հիրավի մեծ հայրենական էր։ Այլևս բացահայտված փաստ է, որ Ստալինգրադում ֆաշիստների հնարավոր հաղթանակից հետո Թուրքիան պլանավորում էր անցնել սահմանն ու գրավել խորհրդային Հայաստանը, ավարտին հասցնելով ցեղասպանությունը։ Փաստ է նաև, որ նախ եւ առաջ խորհրդային զինվորի հերոսության շնորհիվ է Եվրոպան ազատագրվել ֆաշիզմից։ Դա չգնահատելը եւ տգիտություն է եւ երախտամոռություն։ Հայաստանն ունի արտաքին երկու սպառնալիք՝ Ադրբեջան եւ Թուրքիա, եւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները 30 տարի հնարավորություն են տվել մեր երկրին հիմնականում զերծ մնալու թուրքական սպառնալիքից։ Իսկ նիկոլիստների ու արևմտամոլների նպատակը Հայաստանը դարձնելու հակառուսական պլացդարմ բացառապես բխում է Հայաստանի հակառակորդների ու թշնամիների շահերից։ Հայաստանը չպետք է դառնա հակառուսական պլացդարմ ու թուրքական վիլայետ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընտրվել է երկրի իշխող վրացական իրազանց կուսակցության համանախագահ վրացական առաջին ալիքի հաղորդման ընտրությունը կատարվել է այսօրվա համագումարում։ Կուսակցության նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ լքում է կուսակցության ղեկավարի պաշտոնն ու քաղաքականությունից հեռանում։ Իրակլի Կոբախիձեն վրացական իրազանց կուսակցության նախագահի պաշտոնը զբաղեցրել է նաև 2021-ից 24 թվականներին։ Պակիստանում Հնդկաստանի օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, ևս 46-ը վիրավորվել է։ Պակիստանի զինված ուժերի ներկայացուցիչը ընդգծել է, որ Պակիստանի իշխանությունները կպատասխանեն Հնդկաստանին իրենց ընտրած ժամանակին, վայրում եւ միջոցներով։ Մայիսի 7-ի գիշերը հնդկական բանակը հակահավեկչական գործողություն է իրականացրել Պակիստանի սահմանային գոտում՝ ի պատասխան ապրիլի 22-ին Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչության, որին զոհ էր գնացել 26 մարդ։ Պակիստանը 48 ժամով փակել է իր օդային տարածքը եւ կործանիչներ օդանել։ Պակիստանի պաշտպանության նախարարության տվյալներով Հնդկաստանի ռազմաօդային ուժերի 5 ինքնաթիռ է խոցվել։ Հնդկաստանի բանակը հայտարարել է Սինդուր գործողության մեկնարկի մասին, որի թիրախում Պակիստանի ահաբեկչական ենթակառուցվածքներն են։ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ Պակիստանից ծրագրվել եւ Հնդկաստան են ուղղորդվել ահաբեկչական հարվածներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև հակամարտությունը արագ կավարտվի։ Վատիկանում մեկնարկել է Հռոմի Պապի ընտրության կոնկլավի առաջին օրը։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն 80 տարեկանից ոչ բարձր 135 կարդինալ եկեղեցու ամենաբարձրաստիճան եպիսկոպոսները։ Փակդռների հետևում անցկացվող կոնկլավի արդյունքի մասին կազդարարվի սպիտակ ծխի միջոցով թխնելույզից սև ծխի արձակումը կնշանակի, որ կարդինալներին չի հաջողվել Պապ ընտրել։ Սուրբ Պետրոսի տաճարու պատարագից հետո կարդինալները կգնան Սիքստինյան կապելա, որպեսզի իրենց ձեռնետան նախընտրած թեկնածուին։ Մատուռ մտնելուց հետո կարդինալներն այլևս ոչ մի հաղորդակցություն չեն ունեն արտաքին աշխարհի հետ, մինչև չընտրվի Հռոմի նոր Պապ։ Կաթոլիկ եկեղեցին 12 տարի ղեկավարած արգենտինացի Ֆրանցիսկոս Պապը մահացել է ապրիլի 21-ին։ Հաջորդ Պապի հնարավոր թեկնածուների շարքում շրջանառվում են ֆիլիպինցի կարդինալ Լուիս Անտոնիո Տագլեի, իտալացի Պիետրո Պարոլինի, գանացի Պիտեր Թուրքսոնի անունները։ Միքելանջելոյի Սիքստենյան կապելայի գմբեթավոր առաստաղի կարդինալների քվեարկությամբ կընտրվի կաթոլիկ եկեղեցու 267-րդ Պապը։ Հոկտեմբերից վիզերը Երևանից բացում է 8 նոր ուղղություն՝ Պրահա, Նիցցա, Նեապոլ, Բարի, Համբուրգ, Մյունխեն, Բուխարեստ, Պաֆոս։ Եվրոպայի ամենախոշոր անվտանգություններից մեկը բյուջետային վիզերը Հայաստանում դառնում է բազային, Զվարթնոց օդանավակայանում տեղակայելով 2 նոր օդանավ։